Ադրբեջանում հիմա կատարվում է ու փողը պրծել է։ Այսինքն չկա փող։ Ինքը Պուտինի հետ համատեղ այդ օպերացիան բան ինչի համար է պետք։ Որտեղ այն բանը ովքեր ընդ շուկաներ էին պահում, բան իրեն չեն ենթարկվում, իրենք իրենց փողն են գեներացել։ Հիմա պարզ է, չէ, իրենք իրենց փողն են գեներացվել, իրենք կարանատեղից Ռուսաստանից գան Ադրբեջան, գնեն ձայները, որովհետև մեծ հաշվով այդ Աբշերոնի կլանը սովորացրել է համապատասխան քոչվորներից նոր տուն մտած մարդկանց, որ կոմոդ գալու է Փաշայի ներկայացուցիչը Սուլտանչիկի կգա քեզ մանատ կտա, դու կգնաս այդ մանաթի փոխարեն կքվեարկես։ Էյան մեկ ում քվեարկի։ Լրիվ մեկ, ասենք մենք քիչներս կորցնենք, մարդ ուղարկենք, մեր համար էլ քվեարկեն։ Հիմա իրա փողը վերջանում է, Ռուսաստանում գեներացված փող կա։ Ու կա վտանգ, որ Ռուսաստանից գեներացված փողը կգա։ Մենք դա տեսել ենք այդ մոդելը Վրաստանում։ Մենք տեսել ենք այդ մոդելի փորձը Հայաստանում։ Ու մենք գիտենք, որ Ադրբեջանում դա Հայաստանը իր ժողովրդավարական ավանդույթի հաշվին է դիմադրում։ Ուրիշ ոչ մի բան է։ Հայաստանում կա ժողովրդավարական ավանդույթ։ Դա հիմնականում տարբեր անուններով են կոչում վատ։ Այդ որ ոչ մեկը չեք միավորվում մի բանի մեջ, բան, այդ բոլորը դա ժողովրդավարական ավանդույթն է։ Հայերից ոչ մեկը չի համաձայնվում նրա հետ, որ իր կարծիքը կարևոր չի։ Ինչ որտեղ նաև ցավով եմ ասում։ Կամ ինքը չպետք է առաջի համարը լինի։ Չէ, նույնիսկ առաջի համարի մասին չի խոսքը։ Դա դու նստած են, ասենք, բանով։ Քանի անգամ հազարավոր գրեթե ամեն օր տեսնում ենք։ Գնանք լավ ժամանակ անցկացնենք, չէ՞։ Հա, ուր Տրեքյա, գրանք գարեջուր խմենք, խորոված ուտենք, քաղաքից դուրս կնանիքի ականջից հեռու աղջիկին զանգենք, կանչենք գնանք, բան, բայց թեմաները տարբեր են, միշտ։ Չկա որ ինչ-որ մեկը ասում է գնում ենք փոստ փորելու, ու բոլորը գնում են։ Որովհետև այդ մոդելը ինքը սելջուկ բոլշևիկյան մոդել է։ Եվ այնուամենայնիվ այդ առաջին համարը այսօր ասում եմ գլխավորը պետք է ինչ-որ մեկ գլխավորը հա այդ առաջի համարն է այդ առաջի համարը այդ որ պետք է մեկը սեղանին խփի ասի սենց է ոչ մեկ չի համաձայնում բոլորն են խփում ոչ մեկ չի ուզում որ ինչ-որ մեկը գա իր սեղանին խփի ասի այո ասի նա որոշեց որ հավաքել է ուրեմն ինքը պետք է որոշի այդ բան այդ ավանդույթն է բայց այդ ավանդույթը կներեք մխիթար գոշից է գալիս է նրանից որ մենք կարողացել ենք Կիլիկիայում թագավորություն սարքել Չնայած նույնիսկ ամենասկզբից 7-8 դարում մենք նույնիսկ մեծամասնություն չենք եղել այնտեղ բայց մենք կարողացել ենք առաջարկել այ նրա հաշվին որ մենք մեր մեջ լեզու չենք գտնում բայց կարող ենք էս անենք լիքը մարդ եկել է մեզ ասել է դուք ոնց որ լավ եք կառավարում եկեք դուք կառավարեք տենց եղել է մենք մեծամասնություն չենք եղել սկզբից Կիլիկիա հետո ենք դարձել մեծամասնություն են էլ տեղ Խնդիրը, երբ որ դուք ասում եք Ադրբեջան, դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջան գոյություն չունի։ Աբշերոնում նստած երկու կլանը, ինչ-որ տարածքներ, ինչ-որ ձևով զավթել են, ինչ-որ բնակչությանը սարքել են ստրուկ ու նստած են։ Լրիվ նույն մոդելը Ռուսաստանում է։ Լրիվ նույն մոդելը միջինասիական երկրներում է։ Ինչ է ինձ մոտ առաջացնում քմծիծաղ եւ սարկազմ, երբ որ ԿՊ-ն Սարակազմ, երբ որ ԿՊ-ն ասում է, որ մենք պետք է գնանք եւ Կենտրոնական Ասիայի հետ լավ լինենք, Ռուսաստանի հետ լավ լինենք, ԵԱՏՄ-ն լավ լինենք, խարխմռուկ սարքենք, արա չես կարա։ Իրանց մոտ այդ տրամադրությունները փոխվում է անկանոն եւ իրանք ընդամենը էթնիկ խմբեր են, որոնք նոր են տարածք ստացել։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը այսօրվա սահմաններում գոյություն ունի 1991 թվականից նույնիսկ ավելի քիչ Ադրբեջան չի եղել ընդհանրապես ասենք որ 100 տարի հետ գնանք կտեսնանք որ Ռուսաստանը ուրիշ է ասեն ցարական Ռուսաստան չէ ցարական Ռուսաստանի ասենք ղեկավարությունը այնտեղ Լեհաստանը այնտեղ ծանր մասը արտադրական այնտեղ Ուկրաինան այնտեղ հասկանում եք երբ որ դուք սովետական միությունից հանում եք Ուկրաինան որը հիշեցնեմ 91 թվականին երբ որ սովետական միությունը քանդվում էր Ուկրաինան աշխարհում երրորդ միջուկային զենքի պոտենցիալը ուներ երրորդն էր աշխարհում
Ամերիկայից եւ Ռուսաստան, Ամերիկայից երրորդ տեղը Ուկրաինան էր։ Այդ թվում հեռահար ռազմավարական ավիացիան եւ այլն։ Աշխարհում 5-րդ հնան էր, 5-րդ հնան աշխարհում։ 91 թվականին դա տենց էր։ Այսինքն, երբ որ դուք սովետական միությունը տրողվեց, սովետական միությունը էլ գոյություն չուներ, այդ սիստեմնի բաներ կա, համակարգային կարևորագույն բան, այդ ոնց որ ասենք, չգիտեմ, ինքը լինի բան ձուկ։ Հետո դառնա կատնասուն։ Կամ հակառակը, կատնասուներ, ասենք, ոտերը պոկեցին, գցեցին, ինքը դառավ ձուկ։ Ինքը լրիվ ուրիշ բան է։ Ադրբեջանը, որպեսզի դառնա այնպիսի մի տեղ, ինչի մասին մենք կարանք խոսենք, որպես երկիր։ Օրինակ Լիբիան էլ է այդպես։ Ղադաֆիի ժամանակվա Լիբիան հայտնի էր ինչ էր։ Ջամախիրիա էր։ Ինքը ասենք այդպես էր որոշել, քարտեզն է կանոնով գծած։ Ոնց որ ասենք հարավային կամ հյուսիսային Դակոտայի սահմանները։ Ասենք այդպես էր գծած այն բանը, ընդ տուարեգներ կային, սրանք կային, հիմա էլ մարշալ խաֆեզ, բան կա, այնտեղ չգիտեմ, կենտրոնական բան։ Լիբիա գոյություն չունի, Սիրիա գոյություն չունի, բսկտուր արածա։ Քանի անգամ ասեմ, ժողովուրդ չկա Ադրբեջան։ Ադրբեջանը գոյություն ունի աբշորոնում նստած, քանի փողը կա, ինքը կարողանում է դա պահի։ Որ պահին փողը ավարտվեց կամ ինչ որ մի արտաքին հետախուզություն լրջորեն զբաղվեց իր բսկտուր անելով, ինքը բսկտուր է լինելու։ Երկարաժամկետ պլաներ, ռազմավարական ծրագրեր կառուցել նրա վրա, որ Ադրբեջանը հավերժ մնալու է կայուն եւ սենց, դա հիմարություն է, դա բյուջե փողերի վատնում է։ Ժողովուրդ, ուրեմն Մարտովես հրամանը պատրաստել է եւ բանալ, ինքը պոպուլիստ է եւ ինքը շատ վտանգավոր բան է անում Հայաստանում։ Տեսեք, պատերազմը, որը հիմա ունենք, ընթացող պատերազմ, որը պարզա չի ուսումնասիրվում մեր բանով, գլխավոր շտաբով, ամբողջ պատասխանատվությամբ ասում, չի ուսումնասիրվում, ով որ հակառակը ասի, պետք է կամ ապացույց ներկայացնի կամ պետք է կզի, որ սաղս վրով թռնենք, որովհետև եթե գոնե 50% ուսումնասիրեի, նման հիմարություններ չէին անի։ Պրոբլեմը հետևյալն է։ Ասում են պայմանագրային զինծառողների թիվը մեծանում է, գլուխները քարով են տալի։ Ժամկետայինը կրճատվում։ Գլուխները քարով են տալի։ FPV դրոնների բանին պատրաստելու համար պետք է 5-ից 6 ամիս։ Դու կամ դպրոցներում պետք է մտցնես դա, որպես առարկա։ Դրանից հետո կարաս մի 3-4 ամսում պատրաստես։ Հետո պետք է մի 6-7 ամսից դու պատրաստես։ Հետո մի 6-7 ամիս, որպեսզի ամեն ինչ նորմալ լինի։ Իրանք պետք է կիրառում անեն փորձնական, որպեսզի պատրաստեն մարտական կիրառմանը։ Այսինքն դու պատրաստում ես մոտարապես 1 տարի, դեմից է մի 2 ամիս այդ իրենց սիրած հիմարությունները, շարային, մարային բան, շուտություններով են զբաղեցնում մարդկանց, որ յանի որ սիրուն չքայլի ինչ կլինի, որ 6-ից 7 ամիս ընթացիկ 2 ամիս ընդեղ, 6-ից 7 ամիս ընդեղ տակը մնում է այդ որ կարանտին բան։ Մի տարի գոնե ինքը պետք է մարտական ծառայության լինի հերթապահության։ Պատրաստել ես մի տարի այդ մարդը պետք է լինի մարտական հերթապահության, որպեսզի հաջորդ զորակոչը բռիզիվը, որ եկավ, ինքը փորձ փոխանցի, բան ասի, նոր մոդելները գան, ինքը սկզբից կիրառի, նոր մոդելները իր վրա փորձարկվի, ինքը արդեն պատրաստ է, գիտի ինչ է, ինքը հետադարձ կապ տա արտադրողներին, ասի տղեկ, էսի մի քիչ այն չի, ես մեր մոտ լեռնային քամիները ավելի բարձր են, 16 մետր վայրկյանում շատ է լինում, ձմեռը սենց պետք է աշխատի, բան, ես հենց մենակ մի զորատեսակն եմ ասում, որը Հայաստանը ոչ մեկ չի ստեղծում։ Հասկանում եք Ուկրաինայում, Ֆրանսիայում արդեն ստեղծած հատուկ զորատեսակ կա, ոնց տենց բանով։ Օթուշ, հա, մի հատ էլ իրանք տենց ունեն դրոններ։ Իսկ մեր մոտ նույնիսկ չգիտեն դրոնը որտեղից է, ում է տալի։ Մեր մոտ մինչև հիմա դրոնը բերում են հաշվապահական զդալ պրինյալ շոտ ֆակտորով կախում են զինվորի վրա։ Էտենա ինչ որ Ռուսաստանում անում են։ Ռուսաստանում էլ են տենց անում։ Ինչ չի որ մենք տենց բան ենք, չէ։ Ուկրաինայից բացի դե Ֆրանսիան վաղուց է, մերձբալթյան երկրներն են, Բալտիկ երկրներն են, որոնք բան չեն արել,
Մնացած բոլորի մոտ տենց է մեծ հաշվով, չկա, որ էսի բանը, ռասխոդնիկա, օգտագործվող նյութ է։ FPV դրոնը չպետք է նստած լինի հաշվապահության վրա։ Իրեն բարձրացնես, որ ինքը տրակի։ Դրոնը ընդհանրապես, ինչը լինում է ժեշտին լինի տարբերակով, ինքը չպետք է արժենա ոնց որ բան, ասենք Գելենդվագեն կամ բնակարան Նյու Յորքի կենտրոնում, որպեսզի մարդը կարողանա հանգիստ իրան օգտագործի զինվորը։ Հիմա սա է, որ 1.5 տարվա մեջ դու կյանքում չես անի։ FPV դրոնշիկը, այսպես ասած, ինքը բանա հասարակ երեխա է, որ ասենք 18 տարեկանում գալիս է, ասենք լավ կոմպյուտերային տունը PlayStation ունի, լավ խաղացել է, ինքը առաջիկից չի գնում։ Իր կյանքին, ասենք մի 80-90%-ով ավելի քիչ վտանգասպառ Երևանում, որտեղ ինքը կարա, ասենք, չգիտեմ, վատողի խմի վատանա բանը, նորմալ իր համար հեռու նստած կառավարում է։ Իրան բան չկա։ Այդ մարդուն ինչի եք 1.5, որ ինչ անեք։ Բացի դրանից մարդիկ կան, որոնք զորակոչվելու են գյուղական բնակավայրերից, մարզերից։ Իրանք պետք է լեզու սովորեն մինիմալ։ Գոնե մի տարի էլեմենտար մինիմալ լեզուն անգլերենը պետք է սովորացնես, որ ինքը բան չանի, ապշած չնայի նրան, ինչ ինքը կառավարում։ Իրանք լիքը պետք է պատասխան տան նրա համար, ինչ որ առաջարկում են որպես բանակի բարեփոխում, հաշվի չառնելով։ Կրկին պատրաստվելով 1942 թվականին տեղի ունեցող մարտական գործողություններին, ասենք 21-րդ դարի կեսին ենք մոտենում, ժողովուրդ 2050 թվականը ավելի մոտիկ է, քան 2000-ը։ Անորոշ որոշակիություն է իհարկե կապված է նրա հետ, որ մայիսին 26 թվականի տեղի ունենալու եվրոպական համագործակցության այդ պլատֆորմի հանդիպումը Երևանում մեծ հավանականությամբ ես ակնկալում եմ, որ եթե խելքները չեն կերեհացի հետ կդիմեն, հենց այդ միջոցառման ժամանակ կդիմեն եվրոասոցիացման, դա հնարավորություն կտա նաև իրանց ինչ-որ մի մասին մարդկանց էլի խաբել, ձայներ փախցնել, մի քիչ բան անել, բայց ամեն դեպքում դրանից բոլորս կընդունենք, կօգտվենք, տես որ նորմալ է։ Հիմա Պարատ Միրզոյան Ֆրանսիայում է։ Այո։ Այնտեղ հանդիպումներ, մինչև է տեղել են հանդիպումներ, որոնք կապված են Global Gate-ի հետ, որը գիտեք է նա ինչը որ այլասերեց Տրամպը եւ որը դարձավ խաշմռուկ մռուկի մասը թողեցին խաշը կերան բան սենց շու ընդ Global Gate-ի բան կան այնց որ հա շատ իրականում շատ լավ է այն ինչ որ ընթանում է շատ լավ է այն որ գործընթացները որոնք գնում են կապ չունեն Հայաստանի գործող իշխանության հետ այսինքն անկախ նրանից թե Հայաստանի գործող իշխանությունները անիմաստ բանակային ռեֆորմա անցկացնում, չգիտեմ ինչ խաշմռուկ անում, ինչ անում, այդ գործընթացները գնում են եւ այդ գործընթացների վերջում Հայաստանը մեծ հաշվով կստանա կարգավիճակը, որին որ մենք ձգտում ենք։ Բայց հիմա այդ ընթացքում պարզ է, այդ որ ասում է հաղթանակը հազարաթեր ունի, ասում է պարտությունը որբ է։ Շատ վատ է իրականում եթե բայց դե հա կոպիտ ասած ինձ մեծ հաշվով մեկը եթե իրանք ստիպված մեզին ադուկը գնան կդիմեն եվրոասոցիացմանը թուղթը կստորագրեն ուղղակի որ ասեն այդ մենք որ Եվրոպա ենք ուզում գնեն ջանդամը գորտան են թող մենք կգնանք Եվրոպայում թող իրանք ասեն հələ իմացող մարդը գիտի մնացածին խնդալու է